Կոտայքի մարզում տեղի ունեցած դեպքը վերջին օրերին մեծ անհանգստություն է առաջացրել ոչ միայն Հրազդանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Մարտի 11-ի կեսօրին քաղաքում գտնվող Ջրամբարի տարածքում տեղի ունեցած առեղծվածային դեպքը մի քանի ժամվա ընթացքում դարձավ լարված որոնողական գործողությունների պատճառ։ Խոսքը Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող բնակիչների կողմից Ծովինար անունով հայտնի Ջրամբարի մասին է։ Հենց այս վայրում էլ նախնական տեղեկությունների համաձայն անհետացել է 72-ամյա մի կին։ Դեպքի մասին առաջին տեղեկությունը ստացվել է մարտի 11-ի կեսօրից հետո։ Ժամը մոտավորապես 15:10-ին Փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրամբարի տարածքում գտնվող քաղաքացիներից մեկը կարող է ջրի մեջ ընկած լինել եւ չի երևում։ Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ուժեր, քանի որ խոսքը ջրային տարածքի մասին էր, անհրաժեշտ էր ներգրավել նաեւ ջրափրկարարների։ Շուտով Ջրամբարի մոտ արդեն աշխատում էին Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները եւ Հրազդանի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Որոնումների առաջին ժամերը որևէ արդյունք չտվեցին։ Փրկարարները մոտ 2 ժամ շարունակ փորձել են պարզել, արդյոք Ջրամբարի տարածքում իսկապես մարդ է հայտնվել ջրի մեջ, թե ոչ։ Միաժամանակ տարածքում հավաքվել էին նաև քաղաքացիներ, ովքեր փորձում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Տեղեկությունների համաձայն որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ամալիա անունով կին է։ Ականատեսների պատմություններով կնոջը վերջին անգամ տեսել էին Ջրամբարի շրջակայքում, իսկ որոշ ժամանակ անց, ըստ տեղեկությունների, Ջրամբարի ափին հայտնաբերվել էր նրա գլխարկը։ Սա էլ դարձել է այն հանգամանքը, որը ենթադրություն է առաջացրել, որ կինը կարող էր հայտնվել ջրի մեջ։ Քանի որ որոնումները երկար ժամանակ արդյունք չէին տալիս, որոշվել է ներգրավել լրացուցիչ մասնագետների։ Դեպքի վայր են ժամանել հատուկ փրկարարական ջոկատի ներկայացուցիչներ, ինչպես նաև ջրասուզակներ, ովքեր փորձել են ուսումնասիրել Ջրամբարի խորքը։ Նրանց առջև կանգնած խնդիրը բավական բարդ էր։ Ջրամբարի ջրի տեսանելիությունը սահմանափակ է, իսկ ջրի խորությունը որոշ հատվածներում բավական մեծ։ Ջրասուզակը մոտ 2 ժամ շարունակ որոնողական գործողություններ է իրականացրել ջրի տակ, սակայն նույնիսկ այդ պայմաններում որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել չի հաջողվել։ Միաժամանակ տարածքում շարունակում էին աշխատել ոստիկանության ծառայողները։ Երբ տեղեկությունը տարածվեց քաղաքում, Ջրամբարի տարածքում սկսեցին հավաքվել բազմաթիվ մարդիկ։ Նրանց մեջ կային ինչպես հետաքրքրվող քաղաքացիներ, այնպես էլ որոնվող կնոջ հարազատները եւ ծանոթները։ Հարազատների համար այդ ժամերը չափազանց ծանր էին։ Նրանք հույս ունեին, որ որոնողական աշխատանքները վերջապես ինչ-որ արդյունք կտան։ Որոշ քաղաքացիներ նույնիսկ փորձում էին օգնել ուսումնասիրելով Ջրամբարի ափի տարբեր հատվածներ, սակայն երեկոյան արդեն պարզ էր դառնում, որ որոնումները այդ օր արդյունք չտվեցին։ Երկարատև որոնումներից հետո որոշվել է աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել, պատճառներից մեկը մտնելն էր։ Գիշերային պայմաններում Ջրամբարի տարածքում որոնումներ իրականացնելը շատ ավելի բարդ եւ վտանգավոր է։ Մարտի 12-ի առավոտյան ժամը 09:00-ին որոնողական գործողությունները կրկին վերսկսվել են։ Դեպքի վայրում կրկին հավաքվել էին փրկարարական ուժերը, ջրափրկարարները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցները։ Նրանք շարունակել են ուսումնասիրել Ջրամբարի տարածքը, փորձելով պարզել, թե արդյոք այնտեղ հնարավոր է հայտնաբերել որոնվող կնոջ մարմինը։ Այս բանին պաշտոնական տեղեկությունները բավական սահմանափակ են։ Հայտնի է միայն, որ որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա կին է, որի անձնական իրերից մեկը գլխարկը հայտնաբերվել է Ջրամբարի ափին, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է կինը հայտնվել Ջրամբարի տարածքում։ Հնարավոր են տարբեր վարկածներ, սակայն դրանց մասին պաշտոնական մարմինները դեռևս չեն շտապում հայտարարություններ անել։ Դեպքի փաստով ոստիկանությունում կազմում են համապատասխան փաստաթղթեր։ Դրանք փոխանցելու են քննչական մարմիններին, որպեսզի իրականացվի դեպքի ամբողջական ուսումնասիրություն։ Այս դեպքը մեծ արձագանք է առաջացրել Հրազդանում։ Շատերը խոսում են այն մասին, որ Ջրամբարի տարածքը հաճախ այցելվող վայր է, եւ նման դեպքերը մարդկանց ստիպում են ավելի զգոն լինել։ Քաղաքի բնակիչները հույս ունեն, որ որոնողական աշխատանքները հնարավորինս արագ արդյունք կտան եւ կպարզվի դեպքի ամբողջական պատկերը։ Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մինչ այդ հարազատներն ու քաղաքը սպասում են, որ որևէ տեղեկություն լինի։ Թե ինչ է իրականում տեղի ունեցել Հրազդանի Ծովինար Ջրամբարի տարածքում, կպարզվի հետագա զարգացումների ընթացքում։